Վերջին տարիներին նկատի ունեմ հատկապես 2020 թվականի պատերազմից հետո։ Բազմաթիվ շարժումներ են ի հայտ եկել, միավորումներ, նոր կուսակցություններ, նոր ուժեր։ Ընդունել ենք ի գիտություն, լուսաբանել ենք նրանց մուտքը, նրանց գործունեությունը, ակցիաները, եթե արել են։ Փորձել ենք հասկանալ, ինչ են դառնում, ու նաև լուսաբանմամբ նպաստել ենք կայացմանը։ Բայց դրանց կեսը առնվազն պարզվել է կայանալու հիմնական ճանապարհ տեսնում են ընդդիմադիր մեծ ուժերի քննադատությունը։ Վերջերս քաղաքական հայտ ներկայացրած նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը, որը նոր ուժ է ձևավորել ու մասնակցելու ընտրություններին, ասուլիս էր տալիս և ինձ մոտ տպավորություն ձևավորվեց, որ Թաթոյանի ասուլիսը ավելի շատ ոչ թե Փաշինյանի դեմ էր, այլ Քոչարյանի։ Ընթացքը իհարկե ցույց կտա, թե իր բռնած գործն ու շարժումը ինչ է դառնալու, բայց այդ տպավորությունը ստացա ու երևի այդ տրամաբանությամբ էլ շարունակելու է։ Ասում էր Փաշինյանին ձեռնտու է, որ նախկին նախագահները մասնակցեն ընտրության։ Թող նախկին նախագահները չմասնակցեն ընտրապայքարին և կտեսնեք Նիկոլին ինչպես կհեռացնենք։ ՔՊ թեզն է, մեկ էլ Ալենն է օրու մեջ ասում։ Թաթոյանի չառաջադրվելու կոչը կարծում եմ ավելի շուտ ոչ թե նախկին բոլոր նախագահներին էր ուղղված, այլ երկրորդ նախագահին, քանի որ ոչ առաջին, ոչ երկրորդ նախագահը չեն էլ հայտարարել մասնակցության մասին։ Նորություն չէ, Թաթոյանը առաջինը չէ, վերջինն էլ չի լինելու, որ փորձում է քաղաքական դաշտում տեղ զբաղեցնել նման խոսույթով։